Ձեր կարծիքով մենք ողջ հանրությունով դասեր քաղեցինք պատերազմից, թե ոչ, արժևորեցինք այս տղաների սխրանքը, թե ոչ։ Ոչ։ Չարժևորեցինք։ Ու այդ չարժևորում սկսում է վերևից, փաշողլուց, թուրքից սերվածներից։ Հիմա ասում են հունվարի 27-ը պիտի լինի հիշատակի օր, այսօր այլևս ոչ։ Այդ առումով ինչ կարող եք։ Այդ սրանց համար գոյություն չունեն ընդհանրապես այս տղեկը։ Իրանք կանխամտածված էս դավաճան պատերազմ որ սարքեցին, հիմա իրանք ամեն օր մի բան ասում են ու շեղում են ժողովրդին, իրականությունից կտրում են, ամեն ինչ անում են։ Մի օր Մասիսար են հանում, մի օր հիշատակի օր են հանում։ Այս ամենակարևորը կբերեն ցեղասպանություններ կվերացնեն, մեր հայկական ինքնություններ կվերացնեն, մեր պատմությունն վերացնում 5000-ամյա։ Ելքը այս իրավիճակից որն է։ Այս անասուններից վեպրծելներն, այս անասունների պատասխանատվության ենթարկելն, այս երեխեքի առուն ջուր սարքողներին կաշին քերթելն է։ Նկատի ունեք դատարանում օրենքի առաջ։ Դատարան, ինչ դատարան, հայտարարում է որ սահմանադրությունն է փոխում, դատական համակարգը կտրված է ժողովրդից, ինչի է կտրված, ոչ մեկ հարց, դուք օրինակ հարց տվել եք, ինչի է կտրված, որովհետև ձեր կրունկի տակ են դատական համակարգը։ Ոնց թելադրում ես, կա մի դատավոր, որ իմ ասածը չանի, եղել է նման արտահայտություն։ Հիմա դատական համակարգը փոխում, որ բանան, ինչ փոխել։ Որ դատավորը կարա իր ասածը չանի, որ դատավորը իր կրունկի տակ չի։ Դատական համակարգ։ Մենք ծնողներով հավաքվեցինք 22 թվականին, հիշում եք։ Ինչի հասանք։ Ծնողներ կան, որ հիմա բանտարկված են զոհվածին ծառայողների, այս առումով ինչ պարոն Ռոստոմյանը, Գալեյանն, Արանա Ռոստոմյան, Լևոնի հայրիկին են երկու ապուշներին Արմենին, որ ուղարկեցին անցյալ տարի սեպտեմբերի 27-ին, հիշում եք ստեղ։ Հովիկ Աղազարյան, այդ անասունը, որ եկավ ստեղ սադրեցին, որ մեկին հիշես ու ասես։ Սրանք սրբություն չունեն, սրանք սրբապիղծ են, սրբապիղծ։ Սկսած Իրանից, իր շերեփուկներով վերջացած։ Ինքան բան կարամ ասեմ, ինքան բանն եմ ասել, ուղղակի այսօր բան եմ, մի քիչ լարված եմ, մի քիչ նյարդայնացած եմ, չեմ կարող։ Ոչ եթեր են կարամ բերանս բացեմ, ուղղակի չեմ կարող։ Դատական համակարգ։ Հարցել տամ, այստեղ ծնողները քիչ առաջ մեզ ահազանգեցին, որ 5 տարի է փորձում են շիբինների խնդիրը լուծել, բայց չի լուծվում։ Ծնողներ կան, որ շատ դժվարությամբ են մոտենում իրենց որդիների շիրմաքարերին, ասում են այս հատվածում հիմնականում աշխատանք հենց ծնողներն են կատարել։ Ինչ կարող եք այս առումով ասել։ Ինչ կարող եմ ասեմ, այդ շիբինները, որ ներքևի հատվածը, որ ասում եք, չէ, ես ուղղակի արժանի չի, որ մտնի ստեղ ղռերի կատուն է Աննա Հակոբյանը, բերեմ ուղղակի ասեմ մի հատ իջի ստեղով, իջի, այդ հապտապուկ մարդու ծերը բռնի, իջի, քիթ բերնիկ ընգնեն, ընդեղ ժարտու խորտ կանեն, մենք էլ կուրախանանք։ 5 տարի անց է դեր անմխիթար վիճակում է երաբլուրը, ու այդ ձև ուզում են հարգեն այս երեխեքին, այս տղեկին, այս ոսկեսերի, սառցիկ տղեկին։ Միանշանակ, իրանց համար սա եղած չեղած մեկը։